Ինչպես անհագ են դժոխքն ու կորուստը, այնպես անհագ են ագահ մարդու աչքերը։ Մարմնի զգայարանները 5 են. տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք և շոշափելիք, որովհետև 5 են բոլոր զգալի բաները. կամ գույն են, որ աչքն է տեսնում, կամ ձայն են, որ ականջն է լսում, կամ հոտ են, որ ռունգերն են զգում, կամ համ են, որ բերանն է ճաշակում, և մարմինը ձեռքն է շոշափում։ Եվ քանի որ այս 5-ից բացի աշխարհում այլ զգալի բաներ չկան, այդ պատճառով էլ զգայությունները 5 են, որոնցով էլ ճանաչում ենք դրանք։ Դարձյալ 4-ն են աշխարհի տարերքները և բոլոր մարմինների հիմքերը՝ հուրը, ջուրը, օդը և հողը։ Եվ ունենք 4 զգայարաններ, որոնք նմանով նմանին են ճաշակում, աչքերով հուրն ու լույսն ենք տեսնում, ականջով օդն ու ձայներն ըմբռնում, բերանով համ և ջուր ճաշակում, ձեռքերով ծանրն ու թեթևն ենք իմանում։ Իսկ ջրի անոսրության և օդի թանձրության խառնումից հոտ է առաջանում, որն ընդունում ենք քթով։ Եվ այս 5 զգայություններից աչքն ու ականջն անհագ են։ Ինչպես Սողոմոնն է ասում. «Աչքը չի հագենում տեսնելուց, իսկ ականջը լսելուց»։ Եվ պատճառն այս է. քանի որ մյուս զգայությունները թանձր մարմիններ են և թանձր մարմինն են զգում, այդ պատճառով էլ հագենում են հոտից, համից, շոշափելուց։ Իսկ աչքն ու ականջը աննոսր տեսություն և լսողություն են և տեսնում և լսում են ուրվական նմանությունները։ Այդ պատճառով էլ երբեք չեն հագենում, քանզի որքան շատ են տեսնում ու լսում, այնքան շատ են կարոտում։ Եվ սրանք նմանություն և օրինակ են ագահ մարդկանց, որովհետև ինչպես որ աչքն ու ականջը տեսնելով և լսելով են հեշտանում, այնպես էլ ագահ մարդիկ ինչքերի գույնով ու ձայնով են ուրախանում և հեշտանում։ Եվ ինչպես որ անհագ են ականջն ու աչքը տեսնելիս և լսելիս, այնպես էլ ագահն է անհագ ինչքերի տեսությունից և լսելուց։ Եվ որքան շատ են տեսնում իրենց ունեցվածքի մեծության չափը, այնքան ավելի են կարոտում ու պապակվում։ Սողոմոն իմաստունն այսպիսի բարքը դժոխքի հետ է համեմատում, ասելով. «Ինչպես անհագ են դժոխքն ու կորուստը, այնպես անհագ են ագահ մարդու աչքերը»։ Դժոխքը գերեզմանն է և ապականությունը, իսկ մահը երբեք չի հագենում, քանզի մահն ապականում, իսկ գերեզմանը կրում է բոլոր մարմինները։ Նույնպես էլ ագահ մարդու աչքն ու միտքը երբեք չեն լցվում ոչ ոսկով ու արծաթով և ոչ հավաքած այլ իրերով։ Ագահություն բառը հոմանուն է, քանզի կան մարդիկ, որ ագահ են սրտով և աչքերով, ինչպես Դավիթն է ասում. «Ով ամբարտավան էր աչքով և ագահ սրտով, ես նրա հետ հաց չէի ուտում»։ Կան, որ ագահ են բերանով և մարմնով, որոնք որկրամոլ են կոչվում։ Երկուսն էլ մահացու և մեծամեծ մեղքեր են և միմյանցից զանազանվում են։ Նախ ագահությունը հոգու ախտ է, որկրամոլությունը՝ մարմնի։ Երկրորդ որկրամոլությունը միայն կերակուրի և ըմպելիքի ցանկությունն է, իսկ ագահությունը ուրիշ այլ ինչքերի։ Երրորդ որկրամոլությունը երիտասարդներին է հատուկ, իսկ ագահությունը ծերերին։ Չորրորդ որկրամոլությունը մարմնասերներին է հատուկ, ագահություն ու ընչասիրություն լինում է նաև հոգևորների մոտ։ Հինգերորդ ով մարմնով և ոգով է ագահ, քչով հագենում է և կշտանում։ Սակայն
ով սրտով է ագահ, չի կշտանում, մշտապես քաղցած է և թերի։ Այսպես են զանազանվում բերանով անհագն ու սրտով անհագը։ Քանզի սրտով ագահը անհագն է, որը չի հագենում։ Իսկ ագահությունը երեք բանում է երևում. նախ վաճառքի մեջ, որ զրկում է ընկերոջը, երկրորդ սահմանները կամ ստացվածքները բաժանելու մեջ, որ ավելի ու ավելի է խնդրում, երրորդ պատվի մեջ, որ դրա մեծանալն է կամենում։ Եվ երբ արք ու վաճառքի մեջ զրկվածը տեսնում է, որ իր ընկերը շահեց, կամ էլ ընկերոջ պատիվը մեծացավ, նեղվում է, չարչարվում, կռվում, հակառակվում։ Ինչպես առակն է ասում. ագահը մշտապես հակառակվում է, իսկ ով հույսը տիրոջ վրա է դնում, նրանով է պարսպվում, այսինքն ով հույսը տիրոջ վրա է դնում, չի հակառակվում և չի պահում նրա տվածները, այլ նրան է դարձնում, հիշում է, որ անցողիկ է ունեցվածքը, որոնում է, թե մեր չափը գերեզմանն է, և զրկվելը լավ է զրկելուց։ Նախ, քանի որ ով զրկվում է, նրա մարմինն է կորչում, իսկ ով զրկում է, նրա հոգին է կորչում։ Դարձյալ, զրկողի վրիժառուն Աստված է, իսկ զրկվածի օգնականն է Աստված։ Լավ է համարվում խաղաղությունը սիրով, քան ունեցվածքը։ Ագահությունը երեք աստիճան ունի. նախ, ով կարոտ է մտքով, սին աչք ունի, երկրորդ, նույն ինքը բարքի ագահությունը, որ ժողովել է փնտրում, երրորդ, հափշտակությունը, որ անխտիր հավաքում է բոլոր կողմերից։ Սրանք այսպես են զանազանվում. կարոտությունը սկիզբն է ախտի, իսկ ագահությունը մեջը, որով շարժվում է դեպի ախտը, իսկ հափշտակությունը ախտի կատարումն է։ Եվ ագահությունը երկու պատճառ ունի. մեկը ունեցվածքի կարոտությունից է աղքատ լինում, իսկ մեկը բարքի կարոտից։ Այս երկու տեսակի ագահության մասին կխոսենք առաջիկայում։ Առաջին տեսակն այն է, երբ մարդիկ աղքատացել են որևէ պատահարից, զրկողներից, ծնողներից և իրենց բարքի մեջ ունեն ագահություն, ուստիև խնդրում են ուրիշներից, մուրում անդադար կամ էլ զրկում և հափշտակում են, գողանում։ Այդպիսիները, թեև մարմնով աղքատ են, բայց բարքով անազատ են և ցանկությամբ ծառայում են ագահությանը։ Նրանց մասին առաքյալն ասում է. աղքատներ, որոնք բարեմիտ չեն։ Այդպիսիները չար են և վատթար բազում պատճառներով. նախ, որովհետև մարմնով մշտապես չարչարվում և կորստական գործեր են անում, երկրորդ, մշտապես նրանց միտքը զբաղված է մի բանով, թե ումից խնդրեն, ում զրկեն, ումից գողանան, երրորդ, եթե չի գտնում, տրտմում է, թախծում և հուսահատվում, չորրորդ, աղքատության մեջ անազատ է և միտքը ծառայում է ինչքերին, հինգերորդ, միշտ ցանկանում է մեծության ստրուկ լինել։ Ամենայն մեծություն մարմնի ստրուկ է, քանի որ անցավոր է, բայց ագահությունն առավել, քանզի ինչքերով աղքատ է և միայն ցանկություններով է հարստանում։ Վեցերորդ, որովհետև անբան ու անմիտ է աղքատության մեջ, ոչ թե կամք և միտք ունեցող։ Յոթերորդ, որովհետև նախանձում և բամբասում է ուրիշներին։ Ութերորդ, որովհետև խորում է և կամենում իր մտքում մշտապես ուրիշներին իշխել, պատվական զգեստներ հագնել, ինչքեր հավաքել, փափկանալ կերակուրներով և այլն։ Իններորդ, չի հավատում, երբ ասում են հարստությունը, եթե առվով էլ գա, թող այն չկամենան ձեր սրտերը։ Ոչ էլ առաքյալին, որն ասում է. մի ցանկանա հարստություն, որպեսզի չընկնես վտանգավոր որոգայթների մեջ։ Որոգայթն այն է, որ իշխանները տուգանում են, ավազակները թալանում, գողերը տանում և իրեն էլ չարչարում ու սպանում և ոչ թե Աստուծո, այլ ինչքերի համար է մեռնում։ 10-րդ,
Ով առավել սեր ունի ինչքերի նկատմամբ, քան Քրիստոսի, մանավանդ արծաթասեր է և ոչ աստվածասեր։ Սրանք են չարամիտ աղքատները, որոնք մարմնով կարոտ են ունեցվածքի, իսկ մտքով անազատ են և ագահ։ Իսկ երկրորդ ագահը, որ թեև հարուստ է և շատ ունեցվածք ունի, սակայն մտքով դատարկ է և աչքածակ։ Նախ նրանք նման են ջրգողի, որ մշտապես խմում է և չի հագենում։ Նույնպես և նա, ում աչքը սին է, չի հագենում ժողովելով։ Երկրորդ նման են ծակ կարասի, որը չի լցվում։ Այդպես նաև ագահը ծակ է բարքով և չի լցվում։ Երրորդ նման է հրի, որը բռնում է բոլոր նյութերը և չի հագենում։ Ագահը նույնպես չի հագենում։ Չորրորդ նման է սին հողի, որ կլանում է ամբողջ ջուրը և չի կանաչում։ Նմանապես և ագահը, թեպետ և շատ ինչքեր է ստանում, թաղում և ծածկում է այն խավարի մեջ։ Հինգերորդ նման է քաղցած գայլի, որը չի կշտանում, ինչպես առակն է ասում. «Քաղցած առյուծ և ծարավ գայլ», նույնպես և ագահը մշտապես հափշտակում է գայլի պես և առյուծի պես հզորանում փոքրերի վրա։ Վեցերորդ անմիտ է, քանի որ ոչ թե պետքական, այլ ավելորդ բաների համար է չարչարվում և անդադար տառապում։ Յոթերորդ ագահը կռապաշտ է, ինչպես առաքյալն է ասում. «Ագահությունը կռապաշտություն է»։ Եվ ճշմարիտ է, քանի որ թողած Աստուծո պաշտամունքը և աղոթքները գիշեր և ցերեկ ինչքերին է ծառայում։ Ութերորդ որովհետև մոռացել է իր մահվան և դատաստանի օրվա մասին և միայն շահելով է զբաղված, ինչպես այն մեծատունը, որը մտածում էր մեծ ապարանքներ շինելու մասին, որին ասաց. «Անմիտ, այս գիշեր հոգիդ պիտի պահանջեն, ինչ որ հավաքել ես ում պիտի մնա»։ Իներորդ ագահն անմիտ է, ուրիշների համար է վաստակում, հավաքում և պահում, որպեսզի ուրիշները ցրիվ տան։ Ինչպես ժողովողն է ասում. «Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որ շատ հաճախ է պատահում մարդկանց. մարդ կա, որին Աստված թե հարստություն և թե ունեցվածք ու փառք է տվել, բայց դրանից ուտելու իշխանություն չի տվել նրան։ Այդպիսի մարդը ողորմելի է, որովհետև կորստյան է մատնում իր մարմինը և չի գտնում հոգին, ապա հայտնի է, որ ագահը ոչ մարմնինն է և ոչ էլ հոգունը»։ 10. Ագահ մարդը շահ է փնտրում բոլոր մարդկանցից և խտրություն չի դնում բարու և չարի, փողի ու գործի, ստախոսությամբ, անիրավությամբ և այլ կերպ առուվաճառքի միջև։ Նա միայն մի բան գիտի և սիրում է ժողովել։ Թեպետ անարգվում է, թեպետ չարչարվում է, թեպետ քաղցում է, ոչինչ չի զգում ագահության ախտի պատճառով։ Այդ պատճառով առաքյալը խրատում է. «Արծաթասեր մի եղեք, բավական համարեք այն, ինչ ունեք, քանի որ մեր բնությունը չափավորով բավարարվում է»։ Իսկ ո՞րն է չափավորը։ Այն է, որ առաքյալն ասում է. «Կերակուր և հագուստ ունենք, բավարարվեք դրանով»։ Դրանից ավելին չարից է։ Իսկ ագահության պատճառը երկուսն է. առաջինը, որ բնական է։ Մարդուն Ադամին Աստված ստեղծեց փառքով և իշխանությամբ և դրեց դրախտում, նրան ամեն բանի տեր և թագավոր դարձրեց։ Գիրքն ասում է. «Ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ, խաշները, արջառները և ամեն բան։ Իսկ մեղանչելուց հետո արտաքսվեց փառահեղ դրախտից, զրկվեց մեծությունից։ Մեծատունը աղքատ եղավ, տերը մեղքերի ծառա եղավ, և իշխանը անբան անասուններին հավասարվեց, ինչպես ասում է Դավիթը։ Այժմ մեզ տեսնելով այս աղքատության մեջ չենք համբերում, այլ հիշելով բնական փարթամությունը ագահանում ենք,
զրկում ենք, գողանում ենք, անհնազանդ ենք լինում տերերին և ապստամբում։ Կարծես թե բնությամբ այդպիսին ենք ստեղծվել ի սկզբանե և այս ամենից զրկվել ենք մեղքերի պատճառով, դարձյալ ջանում ենք, մեղքով և անիրավությամբ նույն բանին դառնում։ Երկրորդ, ագահությունը ծնվում է նաև բնական անհրաժեշտ բաների պակասից, ինչպես օրինակ կերակրի, ըմպելիքի, հագուստի, բնակարանի և այսպիսի այլ բաների պակասությունից։ Ինչպես իմաստունն է ասում, Աստված դաժան զբաղմունք է տվել մարդկանց որդիներին, որ զբաղվեն արեգակի ներքո։ Զբաղմունք անհրաժեշտ բաների պակասությանն է ասում, իսկ սա չար բան չէ, այլ բարի է 6 պատճառով։ Նախ, Աստված մեզ կարոտ դարձրեց, որպեսզի մեզ համար խոնարհվելու պատճառ լինի և որպեսզի մեր նախահոր նման, որ դրախտում մշտապես ոչ մի բանի, ոչ կերակրի, ոչ զգեստների, ոչ բնակարանի և ոչ այլ բաների պակասություն չուներ, որի պատճառով էլ հպարտացավ ու կործանվեց։ Աստված մեզ կարոտ դարձրեց, որպեսզի խոնարհության մեջ մնանք, ինչպես մարգարեն է ասում, քո խոնարհությունը քո մեջ է, այսինքն մեր պակասությունը։ Երկրորդ, Աստված մեզ անհրաժեշտ պետքերի կարոտ դարձրեց, որպեսզի մշտապես անհրաժեշտ բաների համար աշխատենք և ըստ Աստուծո հրամանի քրտինքով ուտենք մեր հացը, անգործ չլինենք և հանապազ մեղքեր գործենք, ինչպես իշխանները, բռնակալները, որոնք գործ չեն անում, սակայն մեղքերի մեջ անգործ չեն։ Երրորդ, Աստված մեզ ամեն բանով կարոտ արարեց, հոգով և մարմնով պակաս և տկար, որպեսզի տեսնելով մեր հոգու և մարմնի պակասությունը, սիրենք Աստծուն և նրանից խնդրենք բարիք։ Չորրորդ, մեզ կարոտ արարեց, որպեսզի մենք միմյանց օգնելով գտնենք մեր պակասությունը, սիրենք միմյանց և եղբայրասիրություն լինի։ Քանզի այժմ հոգով և մարմնով կարոտ ենք միմյանց, քանզի մեկից սովորում, մյուսներին սովորեցնում ենք, գնում ենք և վաճառում, սակայն դեռևս ատում ենք իրար։ Որքան ավելի կատեինք, եթե միմյանց կարիքը չունենայինք։ Հինգերորդ, կարոտ ենք կերակրի և հագուստի, որպեսզի խնամենք անասուններին և նրանցից ստանանք մեզ անհրաժեշտը կերակուր, զգեստ, լուծ և այլն։ Վեցերորդ, մեզ կարոտ և մերկ ստեղծեց բնական զգեստներից, զենքերից, կերակրից և բնակարանից, որովհետև մեզ բանականություն և իմաստություն տվեց, որպեսզի ստեղծենք և գտնենք մեզ անհրաժեշտը, թե զգեստ, թե զենք, թե կերակուր, թե բնակարան և թե այլ բոլոր բաները։ Արդ այս ամենը չարիք չեն, այլ բարիք և բարիքի պատճառ, որ մեզ տրված են Արարչից։ Սակայն սատանայի խաբեությամբ ու մեր անձնիշխան կամքով, երբ հետևում ենք նրանց, փոխում ենք բարին չարով և չարյաց պատճառ դարձնում ագահությունն այսպես, որ երբ անհրաժեշտ պիտույքների, կերակրի, հագուստի և այլնի համար ենք աշխատում և հոգում, հանկարծ թաքուն կերպով ներս է մտնում ավելորդն ու անչափը և այն մեզ համար չարիք է։ Ավելիի մասին հոգալով զրկում ենք միմյանց և լինում է անիրավություն, իսկ երբ չենք կարողանում, լինում են նախանձ, թշնամություն, պատերազմ և սպանություններ։ Այսպես դեպի ագահություն մեզ տանում է կարոտությունը և ագահությունից ծնվում են բազում չարիքներ, որոնք կորստյան են մատնում մեզ։ Տես առաջին հայրերին և սուրբ ճգնավորներին, որոնք ունեցան չափավոր կերակուր, հագուստ և բնակարան և դրանով հաճելի եղան Աստծուն։ Իսկ ովքեր ավելորդը խառնեցին, նրանք չարիք գործեցին, քանի որ մեղքերի ու արդարության գործերը 3 կերպ են զանազանվում՝ չափավորությամբ, ժամանակով և հրամանով։ Նախ, ամեն բան չափավոր է անհրաժեշտ պետքերը լրացնելու համար, բարի է և արդարություն, ինչպես սակավ կերակուրը և ըմպելիքը, ողջախոհ ամուսնությունը և այլն։
Իսկ չափից ավելի կերակուրն ագահություն է, չափից ավելի ըմպելին արբեցություն, հաճախակի բղջախոհությունը տանում է պոռնկության։ Երկրորդ, ժամանակն է անում մեղք և արդարություն։ Քեզ համար որպես օրինակ բերենք ուտիքի օրերը, երբ ուտում ենք միս և այլ կերակուրներ, խմում գինի, և այդ բարի է, իսկ պահքի ժամանակ այդ անելը չար է։ Նույնպես էլ ամուսնությունը թույլատրված ժամանակին բարի է և հալալ, իսկ արգելված ժամանակ, ինչպես պահքի և կիրակի օրերին, համարվում է պոռնկություն և շնություն։ Երրորդ, հրամանը մեղք և արդարություն է անում, քանզի երբ Աստծո կամքով և հրամանով է լինում, չարը բարի է դառնում, ինչպես Օվսեի պոռնկությունը։ Այն Աստծո հրամանով էր և մեղք չէր։ Եղիայի գործած սպանությունը նա Աստծո կամքով կոտորեց Բահաղի քուրմերին, և այդ մեղք չէր։ Այսպես նաև Սամուել մարգարեն սպանեց Ամաղեկի Ագագ թագավորին, իսկ Փենեհեսը Զամբրիին ու Քասբիին, և Աստված հաշտվեց և մահը հեռացրեց Իսրայելից։ Իսկ Սավողի զոհաբերությունը, որն առանց Աստծո հրամանի նա արեց, մեղք համարվեց նրա համար, և նրանից թագավորությունը վերցվեց։ Ոզիայի խունկը, որ մատուցվեց տաճարում, որովհետև Աստծո հրամանը չէր, Ոզիան բորոտվեց և ընկավ թագավորությունից։ Այսպես նաև ամեն մի գործ, որ Աստծո հրամանով և առաջնորդների կանոնով է լինում, բարի է և արդար, իսկ առանց հրամանի գործերը մեղք են և չարիք։ Այդպես նաև այս. այն, որ չափավոր է և Աստծո հրամանով, բարի է և պիտանի, իսկ այն, որ առանց հրամանի է և չափից ավելի, ագահություն է և չարիք։ Ագահությունը բազում չարիքներ է բերում։ Նախ, ինչպես առաքյալն է ասում, ագահությունը կռապաշտություն է, քանզի կռապաշտների գործն այս է. նրանք ճշմարիտ Աստծո պաշտամունքը խափանում էին և պաշտում կուռքերին, որոնք ոսկյա և արծաթյա արձաններ էին։ Նմանապես էլ ագահությունն Աստծո պաշտամունքը, ձնրադրությունն ու աղոթքը խափանում է և տալիս ոսկյա և արծաթյա իրերին, քանի որ ագահության ախտով վարակված թողնում են առավոտյան պաշտամունքը և վազում մարմնի համար վաստակելու հետևից։ Թողնելով պատարագը գնում են վաճառելու, երեկոյան աղոթքը թողած գնում են անասունների նախրի և այլ ինչքեր հավաքելու հետևից։ Ահա կռապաշտ եղաք գործով։ Երկրորդ, ագահությունը, ինչպես ասվեց, դառնում է բազում չարիքների պատճառ, քանզի ագահության պատճառով զրկում ու հափշտակում ենք, սուտ խոսում, սուտ երդվում, նախանձում, թշնամանում, հայհոյում, անիծում, պատերազմում, հակառակվում, ծեծում ու սպանում։ Այս բոլոր չարիքներն ու խռովությունները, թալանը, գերությունը, երկրի ավերումը ագահության պատճառով են լինում բռնակալների կողմից։ Երրորդ, ագահության և փառքի պատճառով մարդը, Ադամը, զրկվեց կենաց դրախտից։ Նա չբավարարվեց դրախտի բոլոր պտուղներով, ագահաբար կամեցավ այլ մեկն էլ ուտել։ Կինը Աստծո փառքին ագահեց, մտածեց, որ կիշխի մարդու վրա և աստվածորդիներ կծնի և կերավ պտղից։ Ագահության պատճառով նրանք ընկան այն փառքից, որ ունեին, զրկվեցին լույսից և ընկան ցավերով լեցուն ու փշաբեր այս երկիրը։ Անեծքի տակ ընկան ու մահվան կողմից գրավվեցին, մինչև մարմնով գերեզման մտան, իսկ հոգով դժոխք։ Այսպես է ագահությունը մարդուն դատապարտում և հոգով, և մարմնով։ Չորրորդ, Կայենի Աբելին սպանելը փառքի ագահության պատճառով եղավ։ Աստված չընդունեց նրա զոհաբերությունը և կամ, ինչպես ասում են, կնոջ պատճառով սպանեց Աբելին, կամ էլ ագահության պատճառով, որպեսզի միայն ինքը լինի իր հոր Ադամի ժառանգն ու որդին և տիրի ամբողջ երկրին։ Եվ տես թե ինչ հատուցվեց նրան Աստծո կողմից.
Նա օրհնության փոխարեն անեծք ստացավ Աստծուց, եւ երկրին տիրելու փոխարեն դող եւ երերում ստացավ, եւ փախավ մարդկանցից ու անասունների հետ շրջում էր։ Եվ ջնջվեցին ու կործանվեցին նրա զավակներն ու թոռները երկրի երեսից ջրհեղեղի ջրերով։ Այսպիսի չարիք է ագահությունը։ 5. Ագահության եւ որդորամոլության պատճառով ջրհեղեղ եղավ եւ վերացրեց երկրի բոլոր մարդկանց ու կենդանիներին։ Տերն ասում է. ուտում էին խմում առանց Աստուծո հրամանի, միս էին ուտում, գինի խմում եւ պոռնկանում։ Աստված 120 տարի ժամանակ տվեց դարձի համար, եւ երբ չդարձան, այլ առավել շատ չարիքների մեջ ընկան, Աստված կրճատեց 20 տարին եւ ջրհեղեղ արեց, կորստյան մատնեց բոլորին։ Միայն տապանի մեջ փրկվեց Նոյը եւ այն կենդանիներն ու սերմերը, որոնք նրա հետ էին, քանզի նրանք մաքուր մնացին ագահության ախտից եւ պոռնկությունից։ Այսպես նաեւ բոլոր ագահ եւ չար մարդ կամ մարմնով պատժվում է այստեղ, կամ հոգով հանդերձյալում։ 6. Երբ Նավեի որդի Հեսուն նզովեց Երիքովը, որպեսզի ոչ ոք չվերցնի նրա ինչքերից եւ անեծքից, Աքար Զարմյանը ագահեց, արհամարելով անեծքները գողացավ ինչքերից եւ չզղջաց։ Եվ երբ Գողոնը հայտնվեց, Հեսուի հրամանով նրան, նրա կանանց ու որդիներին եւ ողջ ունեցվածքը տարան, քարկոծեցին եւ նրանց վրա բլուր գոյացրեցին։ Իրավացիորեն քարկոծվեց անեծքի պատճառով, եւ հողի բլուր դիզվեց նրա վրա, որպեսզի դրանով կշտանա եւ հագենա նրա ագահությունը։ Ինչպես առակն է ասում. ագահը մի բուռ հողով է կշտանում, որով ծածկում են նրա աչքերը գերեզմանում։ Իսկ նրա կինն ու զավակներն ինչու քարկոծվեցին։ Այդ նույնպես իրավացի էր, քանզի նրանք գիտեին նրա ագահությունը, թաքցրեցին Գողոնը եւ չբացահայտեցին այն։ Այդ պատճառով էլ նրանք պատժվեցին Աքարի հետ, իսկ նրա ունեցվածքն ու անասունները երկու պատճառով քարկոծվեցին։ Մեկը, որպեսզի ամբողջ ժողովուրդը տեսնի, թե որքան ունեցվածք ուներ եւ աղքատության պատճառով չէր գողացել, այլ ագահության։ Եվ մյուսը, որովհետև անեծքից ու զրկանքներից տուն բերեց եւ պղծեց իր ամբողջ ունեցվածքը, այդ պատճառով էլ պիղծ ինչքերը նրա հետ կորստյան մատնվեցին։ Այսպես բոլոր ագահների զրկանքն ու ապշտակությունը կործանում են եւ տունը, եւ տանտիրոջը, կամ այստեղ մարմնով, կամ հանդերձյալ կյանքում հոգով։ 7. Աստված Սավուղ թագավորին հրամայեց գնալ ամաղեկ եւ վրեժ լուծել Աստծո ժողովրդի համար, որոնք Եգիպտոսից ելնելիս պատերազմեցին, եւ ասում է. նրանցից գերի եւ նրանց ինչքերից ավար չվերցնես, այլ բոլորին կոտորիր սրով եւ նրանց թագավոր Ագագին սպանիր։ Եվ Սավուղը գնաց, հաղթեց նրանց եւ իր ագահության պատճառով գերի եւ ավար առավ ամեն բան, իսկ թագավորին կենդանի ձերբակալեց։ Եվ Սամուել մարգարեն գնաց եւ նրան ասաց. որովհետև ագահությանդ պատճառով անարգեցիր Աստուծո հրամանը, Աստված կվերցնի քո թագավորությունը եւ կտա նրան, ով կատարում է իր կամքը։ Աքահաբն ու Եզաբելը նույնպես իրենց ագահության պատճառով հափշտակեցին արդար Նաբոթի այգին եւ նրան սպանեցին։ Այդ պատճառով էլ Եղիայի բերանով Աստված նրանց ասաց. որովհետև արդարին զրկեցիք նրա այգուց եւ նրան սպանեցիք, դրա փոխարեն թող շներն ուտեն ձեր մարմինները եւ խոզերը լվացվեն ձեր արյան մեջ։ Թող ձեր 70 որդիները սրով մեռնեն, ինչպես որ եղավ Հեսուի ձեռքով, որը թագավոր դառնալով սպանեց Եզաբելին եւ բոլոր 70 որդիներին։ Այսպիսին է ագահ եւ ուրիշներին զրկող մարդկանց պատիժը։ 8. Նեման բորոտը, երբ Դամասկոսից եկավ Եղիսեի մարգարեի մոտ, մկրտվեց Հորդանանում եւ սրբվեց ցավից, վերադարձավ մարգարեի մոտ եւ ասաց. վերցրու ոսկին ու արծաթը, որ բերեցի քեզ, որովհետև բժշկեցիր ինձ։
Բայց մարգարեն չվերցրեց նրանից և ոչ մի դրամ ասելով. «Աստուծո անունը քեզ ձրի բժշկեց, ես քեզնից ոչինչ չեմ վերցնի»։ Իսկ նրա աշակերտ Գեհեզին ագահելով գնաց Նեեմանի հետևից և վերցրեց 3 տաղանդ արծաթ և 2 ձեռք պատմուճան։ Եվ երբ նրա ծառաները բերեցին այդ ամենը մարգարեի դուռը, Գեհեզին նրանց խաբեությամբ հետ դարձրեց։ Երբ Եղիսեեն նրան հարցրեց. «Որտեղից ես գալիս», և նա պատասխանեց, թե «Ոչ մի տեղ չէի գնացել», նա այդ հարցրեց, որպեսզի Գեհեզին զղջա։ Եվ երբ չզղջաց, ասաց նրան. «Մի՞թե իմ հոգին քեզ հետ չէր, երբ գնացիր Նեեմանի մոտ, նրան խաբեցիր և արծաթը վերցրիր ու բերիր, թող նրա բորոտությունը քեզ և քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ բորոտվեց Գեհեզին, և նրա սերնդից չսրբվեց բորոտությունը։ 9. Նոր կտակարանում Անանիան ու Սափիրան թաքցրին իրենց վաճառած ագարակի գումարի մի մասը։ Նրանք ոչ թե ուրիշից, այլ ագահության պատճառով իրենց փողը գողացան և զրկեցին աղքատներին։ Այդ պատճառով էլ բարկացավ Պետրոս առաքյալը և նրանց պատժեց, և երկուսն էլ մեռան։ Նրանց մարմնով պատժեց, որպեսզի չպատժվեն հոգով։ Այսպես բոլոր ագահները թե մարմնի և թե հոգու պատիժներ պիտի ստանան Աստուծո դատաստանի ժամանակ։ 10. Հայտնի է նաև Հուդայի մասին, որ նա ագահության պատճառով մատնեց աշխարհի Փրկչին և խաչել տվեց նրան, և տես նրա մեծ վնասը։ Նախ աշակերտը մատնեց իր ուսուցչին և ոչ թե ուրիշ մեկի։ 2. Նա տեսել էր Քրիստոսի բոլոր հրաշագործությունները և լսել ավետարանի քարոզությունը։ 3. Նա 12 ընտրյալների թվում էր և ոչ հետին և անպատիվ մեկը։ 4. Դրամարկղը նա իր մոտ էր պահում և աղքատ մեկը չէր։ 5. Հիսուս բազում անգամ զգուշացրել էր նրան, ասելով. «Վայ այն մարդուն, ում ձեռքով կգա գայթակղությունը, լավ կլիներ, որ նա ծնված չլիներ, և թե ձեզնից մեկը պիտի մատնի ինձ»։ Սակայն արծաթասիրությունը կուրացրեց նրան։ 6. Նա մատնեց անմեղին, որ մահվան մեղապարտ չէր ոչ իր, ոչ էլ որևէ այլ մեկի նկատմամբ։ Այսքան պատճառներով Հուդայի մեղքը ծանրագույն է և անթողնելի, և դրա պատճառը ագահությունն էր, քանզի անմեղին, բարերարին, վարդապետին և երկնքի ու երկրի արարչին հեշտությամբ վաճառեց 30 արծաթով։ Դարձյալ Հուդայի և Պետրոսի Տիրոջն ուրանալու մեղքը հավասար էր։ Սակայն Հուդան, քանի որ կամավ և ագահության պատճառով ուրացավ, հույսը կտրեց Փրկչից և գնաց կախվեց։ Ահա առավել ագահությունը նրան տարավ հուսահատության, հուսահատությունը տարավ կախաղանի և մահվան, և նա կորավ հոգով և մարմնով։ Իսկ Պետրոսն ակամա և պատահաբար ուրացավ։ Նրա հույսը դեպի Տերը հաստատուն էր։ Նա դառնապես լաց եղավ և ապաշխարեց, և դրանով գտավ հոգու և մարմնի փրկություն։ Եվ իրավացիորեն խեղդվեց Հուդան, քանզի նա, ով խեղդվում էր ագահության չվանով, խեղդվեց մահվան չվանով։ Նա չօգտվեց այն արծաթից ոչ կյանքում, ոչ մահվանից հետո, այլ խեղդվեց, որպեսզի նրա մահը չլինի բոլոր մարդկանց նման, այլ օդում կախվելով տանջվի դևերի կողմից։ Եվ նրա գլխի ապականված ուղեղը դուրս չելավ բերանով, որպեսզի նրա Փրկչին համբուրած բերանն էլ չապականվի, այլ իջավ ապականված սրտի մեջ, ուր խորեց ագահությունը և Քրիստոսին մատնելը մտածեց։ Ուստիև նրա ուղեղն ու սիրտը միասին ապականվեցին, և նրա փորը թափվեց զազրելի գարշահոտով լցնելով օդը, որպեսզի խաչողները, որոնք հաճույք զգացին նրա մատնող խոսքերը լսելով, գարշեին և ծանրանային նրա հոտից։ Այսպես դառն ու դաժան է ագահությունը և հոգին, և մարմինը կորցնող, ինչպես մի քանի օրինակներ ցույց տվեցինք Սուրբ գրքերից։
Թող ինքը մարդասեր և երկայնամիտ Աստված իր սիրով ների ձեր հանցանքները, ձեր միջից թող հանի քարեղեն սիրտը և ձեզ տա մարմնեղեն սիրտ և ձեր մեջ նորոգի հոգին, թող ծածկի ձեր աչքերն ընդդեմ աշխարհի ագահությունների և բացի ու լուսավորի երկնային կյանքի և այնտեղի փառքի սիրով, և երանելի Սուրբ Պետրոս առաքյալի հետ ձեզ թող զղջում և ապաշխարություն տա գործված մեղքերի համար, իսկ այստեղի կյանքից հետո հարության մեծ օրը արժանացնի իր տեսությանը, անճարելի գթությանը և երկնային արքայությանը։ Այս ամենին թող արժանացնի ձեզ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որին փառք, պատիվ և իշխանություն իր Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։